Ողջույն հարգելի աղեղնավորներ, սա ձեր կանխատեսումն է փետրվար ամսվա համար։ Գնայինք 12 ոլորտները, վերցրել եմ աստղաբանության ոլորտները, բայց մի փոքր փոխել եմ։ Ոչ բոլոր ոլորտները կարող եմ բնականաբար ասել այստեղ, որովհետև իրենք շատ են։ Ընդհանուր եմ վերցրել։ Եվ ընտրել եմ նաև այս մյուս քարտերը, սա չէ, սա ուղղակի մեզ կօգնի ընթացքում։ Նաև կխնդրեմ լայքեր, կխնդրեմ բաժանորդագրվել, շատանանք, նաև այս տեսանյութերը առաջ գնան, որովհետև սա երկրորդ անգամ եմ անում, որ բոլոր նշանների համար առանձին է լինում, սա ավելի շատ երկար աշխատանք է և եթե գնահատվի, ապա մշտապես այն կլինի, տարբեր ոլորտներում, տարբեր թեմաներում կարող է լինել, բոլորիդ համար առանձին։ Եվ այսպիսով տեսնենք ինչ է սպասվում ձեզ փետրվար ամսին, վերջերն եք արդեն, նրանց առաջինը կտեղադրեմ, հետո նոր արդեն սրանք, միշտ այդպես է, չէ, վերջին նշանները, ովքեր որ վերջում են, միշտ տուժվում են, մեկ րոպե, տեսնենք, ինչ տրամադրությամբ եք մտնելու փետրվար ամիս, ինչ եք թողնելու, ինչ տրամադրություն եք ունենալու ամբողջ փետրվար ամսվա ընթացքում։ Ինչ է սպասվում աղեղնավորներին փետրվար ամսին, տրամադրությունը ձեր գումարը, ֆինանսական վիճակը, շրջապատը, հարազատները, քույր, եղբայր, շփում, ընտանիք, տուն, երեխաները, առողջությունը, սեր, հարաբերություններ, փաստաթղթերը, ճամփորդություն, աշխատանք, բիզնես, ընկերներ և որտեղից օգնություն կգա, միգուցե ընկերներն են ձեզ օգնում, և վախեր, խնդիրներ, նաև գաղտնիք, եթե ունեք ինչ-որ գաղտնիք, այստեղ մենք կտեսնենք, միգուցե բացահայտենք ձեր գաղտնիքը բոլորին, ահա, սկսենք ձեր տրամադրությունից, տեսնենք, սիրահարված տրամադրություն, ոմանք սիրահարվելու են, այստեղ սերն է իշխում, սիրո մասին է թեման, միգուցե նոր սեր է ծնվում փետրվարին, նոր հարաբերություններ, նոր հնարավորություններ, հաշտեցում, շատ սեր, շատ հարաբերություն, շատ զգացմունքներ, դա կարող է նաև լինել աշխատանքի վայրում, աշխատանքի բերումով, ինչ-որ աշխատանքի ընդունվեք կամ պաշտոն ունենաք և դա ձեզ համար ձեզ այդպիսին դարձնի, ուրախանաք յուրաքանչյուր մանրուքից, նաև դա նոր սեր կարող է լինել աշխատանքի վայրում, նոր կապ կարող եք հաստատել, հակառակ սեռի ներկայացուցչի հետ, սա նաև կարող է լինել, օրինակ, ուսման կենտրոնում, եթե սովորելու եք, ապա այնտեղ կարող եք փորձը մեկին սիրահարվել, նաև բժշկական կենտրոնում կարող եք պրակտիկայի կամ ոչ մի պահեի և այնտեղ հանդիպում եք ձեր երկրորդ կեսին, այնպես որ հիանալի սկիզբ է, որ մարդը սկսում է սիրված լինելով, սիրահարված լինելով ու կարևորը շարունակվում է դա, ոչ թե մնացել է անցյալում, այլ շարունակվում է դա ձեզ մոտ։ Ֆինանսական վիճակը տեսնենք, հիանալի է ֆինանսական վիճակը, գումարներ կամ կստանաք դրսից, կամ նաև դուք կարող եք ուղարկել գումար դուրս, սա եկամուտ է, որը կստանաք, եթե նոր գործ եք սկսել, ապա դեռ ոնց որ պետք է սպասեք վերջնական լավ այնպես հավեսով եկամուտի, սակայն դա ձեզ էմոցիոնալ կդարձնի, միգուցե սա նաև թաքուն գումար եք վաստակում, թաքուն գործեր են, որոնցից գումար եք վաստակում, մաքուր գործ չէ։
Բայց փաստաթուղթ կարող եք ստանալ այս ամսվա ընթացքում, որտեղ նշված կլինի որևիցե գումար, որ կամ դուք պետք է վճարեք, կամ ձեզ են վճարելու, կամ թուղթը փոխանցում են ձեզ, որ այդ թղթով գնաք, օրինակ, բանկ գումար ստանաք։ Եվ դե ամեն ինչ մտնում է, հա, այստեղ այս նամակի մեջ, յուրաքանչյուր բան է այնտեղ շտրաֆ եւ այլն։ Խոսակցություն կունենաք բավականին շատ, դիմացինի հետ կքննարկեք, գուցե ավելի շատ եք ուզում գումար վաստակել, կամ կարող եք ոնց որ վերանայել, թե ինչ գնել, ինչ ծախսել, ինչքան ծախսել, այդ ամենը կարող եք նաև ընտանիքի անդամների հետ վերանայել, մի հատ խոսել։ Սա նաև կարող է գործարք է ֆինանսական, որ դիմացինի հետ խոսում եք, քննարկում, ընտրում եւ սկսում եք կարող իրար հետ գործ անելը, կամ վճարում են ձեզ արդեն այդ քննարկումից հետո։ Ամեն դեպս աստղը փայլում է եւ ֆինանսական առումով եւս դուք այդպես կարող եք փայլել։ Տեսնենք շփումը։ Շփում, ընկերներ, շրջապատ, այսինքն ընկերներ չի ավելի շատ, ձեր շրջապատող մարդիկ եւ հարազատներ, այսինքն քույր եւ եղբայր։ Սա կարող եք մեքենա ձեռք բերել, օրինակ այս ամիս, կամ դուք, կամ ձեր քույրը, կամ եղբայրը կարող եք իմանալ, որ մեքենա է ձեռք բերել, նաև կարող եք ճամփորդել, կամ ինքը գնա, դուք գնաք ձեր քրոջ եղբոր մոտ, կամ իրենք գան ձեզ մոտ, կամ սա ձեր շրջապատի մարդկանց հետ անընդհատ գնալ, գալ, շփվել, կարող ինչ-որ մի գործունեություն եք ծավալում, որ պետք է շատ շփում լինի ձեր շրջապատող մարդկանց հետ։ Եվ սա ըստ շփման ոնց որ ձեր գործն էլ առաջ եք մղում, գնում եք ինչ-որ միտեղ, ասում, խոսում, քննարկում, ձեր գործերը առաջ մղում, գալիս տուն։ Միայն պետք է ուշադիր լինեք այստեղ խաբեությունից, որ կարող են իրոք խոսքը դարձնել խաբեություն, հա, համոզեն ձեզ։ Նաև այստեղ դուք կարող եք լինել մի քիչ խորամանկ, համոզեք դիմացինին ինչ-որ հարցի հետ կապված, միգուցե այստեղ ֆինանսական գործարքների հետ կապված, եթե վիճված էիք ապա այդպես համոզելով կամ այդպես խորամանկ ձևով կարող եք հաշտվել ձեր ընտանիքի անդամների հետ, հա, քույր կամ եղբայր։ Նույն բանը ընկավ, միևնույնն է այստեղ կամ իրենք են գալու ձեզ մոտ, այս ամսվա ընթացքում կամ դուք կամ իրար հետ շատ եք լինելու։ Իրար հետ շատ եք այս ու այն կողմ անելու, մեկ անգամ ձեր քրոջ հետ, մեկ անգամ ձեր եղբոր հետ ու ձեր ընկերների հետ, ոչ թե ընկերներ, այլ սա կարող է լինել ձեր հաճախորդները, սա կարող է այդպես անընդհատ գործի մեջ կարող է հանդիպում եք իրար, հա, եւ գնում գալիս եք, խոսում, այդպես քննարկում, կախված է ինչ գործ եք անում դուք։ Դե այստեղ հստակ ոչ է մեկը տրանսպորտի միջոց է գնելու, թե ինչ չգիտեմ, կամ մոտո եք ցանկանում ինձ նման, սիրում եք եւ գնում եք։ Եվ այստեղ նայենք տունը, տուն, ընտանիք, այստեղ եւս նայեք քննարկումներ բավականին շատ կան։ Հետաքրքիր է, որ միշտ էս ճուտիկները են գնում հենց տան մեջ կամ խոսակցության մեջ, որ նայեք հետ գնաք նայեք մնացածին, կտեսնեք։ Շատ շփում է սա, շատ շփում ընտանիքի անդամների հետ, իրոք կարող այստեղ քննարկում եք, ճանապարհի հետ կապված հարցերն եք քննարկում, գումարի հետ կապված հարցերն եք քննարկում եք սերը կամ շատ եք խոսում ընտանիքում, մեկը մյուսի հետ հիանալի հարաբերություններ եւ հավեսով ասում խոսում եք։ Այստեղ իմաստուն որոշում պետք է կայացնեք տան հետ կապված հարցերում, եթե ուզում եք տուն վաճառել, տուն գնել, տան իրեր գնել, մեծ առևտուր անել տան համար, ապա ոնց որ պետք է իրոք եւ դե համար քննարկում եք եւ նաեւ գայթակղվել, ոչ մի բան տեսնել եւ պետք է անպայման համատ հաշվի առնել ամեն ինչ, նոր հետո գնալ եւ գնել այդ դա։ Տեսնել բոլորին պետք է դա, բոլորին անհրաժեշտ է դա ինչ որ գնելու եք։ Դա նաեւ օծեր են, որոնք որ կարող են մտնել ձեր տուն եւ ձեր տան մեջ ուզենալ քաոս ստեղծել, որ դուք այստեղ լեզվակռվի մեջ, խոսակցությունների մեջ ընկնեք։ Երեխաների հետ կարող է, հա, ինչ որ որպեսզի խնդիրներ ունենաք։ Մի լսեք այդ ամիս ոչ ոքին, ամեն մեկը իր կյանքն ունի, թող գնան իրենց կյանքով ապրեն։ Նաեւ սա կարող է երեխա եք ուզում։
երեխա եք ուզում ունենալ կամ ծննդաբերում եք կամ քննարկում եք, օրինակ ուզում եք առանձին երեխաների սենյակներ սարքեք, գուցե էլի հղի եք, հա, կարող է եւս ունեք երեխաները, եւս հղի եք, եւ դες հարկավոր է տարածք, որ երեխայի սենյակ սարքեք, կարող է դա եք քննարկում ընտանիքով եւ այստեղ դրա համար է ճիշտ որոշում պետք է կայացնեք, ճիշտ բաժանում պետք է անեք, եթե տունն եք բաժանում Գուցե այստեղ իրոք ժառանգություն է բաժանում ասացի եւ հիշեցի կարող երեխաների մեջ բաժանում է նաեւ այստեղ ինչ որ ժառանգություն եւ դա կարող է ինչ որ մեկը համաձայն չլինի մնացածի հետ դա կարող է նաեւ նախանձություն է որ դուք ավելի լավ եք իրար հասկանում նստում եք քննարկում եք ընտանիքով կարողանում եք դա անել ոչ թե ամեն մեկը իր գլխու ինչ ուզում է անում է, ոնց որ այդ նստում քննարկումը դա ոչ բոլոր ընտանիքներն են կարողանում։ Կարող եմ ասել 70% երևի չեն կարողանում նստել եւ քննարկել, եւ դա է հենց ընտանիքի խնդիրը։ Ընտանիքի եւ հետո երեխաների դաստիարակելու խնդիրը, որտեղ երեխաները ինչ տեսնում են, դա հետո իրանց տան մեջ են անում։ Եվ կարող նախանձություն է կամ ձեր եւ ձեր երեխաների միջև այդ հարաբերությունները դա մեջ կարող են նաև լինել նախանձ։ Եվ այստեղ նայել ինչ որ բաներ չկան։ Միգուցե բիզնես եք ուզում բացել եւ էլի նույնիսկ ընտանիքով քննարկում եք սա, կարող է ընտանեկան ոչ է բիզնեսը։ Ամբողջ ընտանիքով պետք է զբաղվեք դրանով եւ մտածում եք ով ինչ անի, այդպես գումար վաստակեք։ Եվ տեսնենք այստեղ երեխաները հենց բուն որևիցե հնարավորություն կստեղծվի կամ ձեր երեխաների համար այստեղ հեշտացվի միգուցե քննությունները հանձնելը, միգուցե ընդունվելը ոչ միտեղ կամ իրենց հետ կապված յուրաքանչյուր բան, եթե նաև պետք է ծննդաբերեք այս ամիս, ապա շատ թեթև կծննդաբերեք, շատ եւ շատ հեշտ կլինի հղիանալը նաև դեպ Ինչ որ կին է, որ ձեզ օգնելու է այդ հարցում, միգուցե երեխաների հետ կապված հարցերում, միգուցե դայակ եք վարձում երեխաներին նայելու համար եւ այդ կինը իրոք լավ կին է եւ թեթևացնում է ձեր հոգսը երեխաների հետ կապված։ Նայում է եւ հեշտացնում է ձեր վիճակը, կարող ձեր սկեսուրն է, կարող ձեր Զոնքայշն է եւ ինքն է ձեզ խորհուրդներ տալիս, ինչպես ճիշտ վարվել, օրինակ եթե նորածին է, նորածնի հետ, կամ եւս հա ինչ որ մեկ այլ հարց է այստեղ կարող է օգնում է ընդունվել ոչ միտեղ սովորելու, օգնում է, որպեսզի հեշտ հանձնեն քննությունները, պարապում է երեխաների հետ եւ այլն, այն ինչ որ մի կին է, ով որ հեշտացնում է կոնկրետ ձեր երեխաների հետ կապված ինչ որ հարցեր։ Երկուսը դուրս եկան։ Այստեղ պետք է նաև ինչ-որ փոփոխություններ տեղի ունենան ձեր երեխաների կյանքում եւ նախանձ մարդիկ կարող են արդեն հայտնվել։ Թեկուզ եթե հղի եք, մի ասեք։ Դեռ մի ասեք ոչ ոքին, ամենայն դեպս այդ ամսին մի ասեք, հետո կարող եք ասել։ Տեսնենք առողջությունը ինչ է ասում, առողջությունը պետք է ուշադրություն դարձնեք մրսածությանը, որտեղ դա մրսածության քարտն է։ Կոկորտ, անգինա, հազ կարմրածություն, կոկորտի, ձայնալարեր եւ այլն, այնպես որ պետք է ուշադիր լինել, միգուցե այնպեսի տեղում եք ապրում կամ տեղում եք գտնում, որ մի փոքր ավելի ցուրտ է։ Պետք է ձեզ հետևել, նաեւ սա կարող է լինել երեխաները։ Դա երեխաները, ովքեր երեխաներ ունեն, ապա կարող է երեխաների մոտ են, նաեւ կարող է դա ոնց որ ազդել երեխաներին ուշադրություն դարձնել կամ նաեւ բիզնեսին ուշադրություն դարձնել, եթե ունեք աշխատում եք դուք ձեզ համար տանը ոնց որ եւ թե հիվանդ եք ոնց որ չեք կարողանում ճիշտ անել, հա ձեր գործերը խանգարում է դա ձեզ։ Այնպես որ չայ մայ, ինչ տեսնում եք խմեք։ Եվ նայենք սեր հարաբերություններ, այստեղ ընտրության առջև եք կանգնած լինելու, միգուցե առաջարկություն են արել եւ դուք պետք է ընտրեք հարաբերությունների մեջ մտնել, թե ոչ կամ վերամիավորել էլի ձեր ընտանիքը, թե ոչ կամ ուղղակի ոնց որ հետը դուրս գալ ժամադրության, թե ոչ, սիրո թեման դա բոլորին է վերաբերվում։ Այստեղ ճակատագրական որևիցե քայլ կարող եք անել ձեզ համար, ինչ քայլ է։
Գնալ օրինակ ձեր սիրելիի մոտ, եթե հեռու է, տուն կառուցել, տուն ընտանիք։ Ոմանք իրոք կփոխեն իրենք այդ թեթև կյանքը, որը որ դուք ապրում եք, այսինքն դեռ են սիրային փուլում եք, սա ոնց որ ճակատագրական քայլ եք անում եւ կամ գնում եք իր մոտ այնտեղ եք ընտանիք կազմում, միավորում եք ընտանիքը կամ ինքն է գալիս, միավորում եք ընտանիքը կամ այստեղ որոշում եք ընտանիք կազմել, բայց ինչ-որ միտեղ պետք է գնաք, դա ոնց որ թե ընտանիքը կազմելու համար, կողը պետք է քաղաք փոխեք, որտեղ ոնց որ նույն տարածքում չի կարծես թե այդ մարդը, ում հետ որ շփվում եք, կամ եթե բաժանվել էիք, եւս էլի նույն տարածքում չի գտնվում։ Եվ այստեղ կարող եք գալ, կարող է վերադառնալ ձեր սիրելին, վերադառնալ տուն։ Հեռվից վերադառնա տուն։ Եվ կարող է ձեզ է առաջարկում գնալ եւ դուք դրա համար այստեղ ընտրության առջև եք կանգնած։ Գնաք արդյոք թե ոչ, ինչ անեք, ինչպես վարվեք։ Տեսնենք փաստաթուղթը։ Փաստաթուղթը այստեղ պետք է նախ իմաստուն կերպով վերաբերվել փաստաթղթերին, որ չկորցնել կամ անիմաստ բաներ չստորագրել այդ ժամանակահատվածում։ Նաև սա օծեր են, ովքեր որ կամ ձեր փաստաթղթերը կուշացնեն, կամ ոնց որ ինչ-որ գործեր եք ուզում անել, ուշացնում են, դեռ չեն տալիս, ձգձգում են, գուցե գումար են ուզում։ Ինչ-որ պետք է փոխեք փաստաթղթերը։ Այո, այստեղ փոխում եք փաստաթղթերը եւ դրա համար ձգձգվում է, երկարում է։ Լինի դա հանձնակի, լինի դա մեկ այլ փաստաթուղթ, ինչ-որ մի պայմանագրի երկարացում, ձգում եւ դա պետք է անեք, ավարտեք դա։ Պետք չի մնա դա։ Սա փոփոխություն է եւ ձեզ շատ պետք է կարծես թե այս փաստաթուղթը եւ իրանք ձգձգում են։ Կամ սա, եթե պետք է փոխեք, ոչ թե փաստաթուղթ, լինի դա տան պայմանագիր, աշխատանքի, եւս էլի պետք է անպայման ուշադիր հետևել ներսում ինչ է գրված, որովհետեւ շատ կարեւոր է թե ինչ է գրված ներսում։ Կարող է որևիցե մի բան է, որը հետո ձեզ համար խնդիրներ սարքի։ Ինչ-որ մի բան պետք է անեք, ավարտեք փաստաթղթերի հետ կապված։ Վերջնական անեք, ավարտեք։ Փոփոխության ենթարկեք որևիցե փաստաթուղթ, կարող է տան սեփականության վկայակիրն է, ինչ-որ մեկին պետք է պարտադիր հանեք կամ մտցնեք, եւ այդ հարցը փակված համարեք, այդպես։ Ճամփորդությունը։ Ճամփորդությունը այստեղ, եթե ուզենաք գնալ, խնդիրներով կարող եք գնալ, որովհետեւ հետադարձ է Մերկուրին այս ժամանակահատվածում, դա հենց կարող խնդիրներ ստեղծի, կամ իրոք շատ կարևոր քայլ եք անում դա ձեզ համար, միևնույնն է սա բարդություններ են գնալու համար, եթե ուզում եք գնալ, ոչ միտեղ դրանք բարդություններ են, դրա համար այստեղ եթե ուզում եք օրինակ գնալ օտար երկիր, այստեղ բարդություններ են ստեղծում այդ օծերը, որպեսզի ինչ-որ մի բան փոխեն, ոչ թե թուղթ փոխեն, ոչ թե թուղթ տան, սարքեն, վերջնական ինչ-որ կնքեն, այդ ամեն ինչը ձգձգում են, դրա համար խնդիրներ է առաջանում։ Այստեղ խնդիրներին վերջ կլինի, բայց արդեն չգիտեմ, կկարողանաք փետրվար ամսին գնալ ինչ-որ միտեղ, թե ոչ։ Եթե գնալու եք, ապա կարող են գնում է էլի Մերկուրիի հետադարձ լինելու ժամանակ եւ դրա համար խնդիրներ է, բայց հետո կարող է անցնել, դե որովհետեւ ինքը երկար չի պահպանում խնդիրները։ Ուղղակի խնդիրներով մարդը գնում է, տեղ է հասնում կամ ճանապարհային խնդիրներ, ուշացումներ, սխալ ինքնաթիռ նստել եւ այլն, նմանատիպ ոչ է պահեր է ստեղծում ինքը։ Բայց դժվարություններ կա, կարող է իրոք ոնց որ փակեք այդ դուռը, ասեք, չէ, լավ, հիմա չէ, հետո կգնանք, որովհետև այս պահին խնդիրներ կան, այս պահին չի ստացվում գնալ որտեղ որ պետք է եւ կարող եք հետաձգել նաեւ։ Նայենք աշխատանք, կարիերան, այստեղ ինչ-որ մի բան է ավարտվում, ձեզ մոտ սկսում է նորը։ Որևիցե կամ աշխատանքային խնդիր է, կամ որևիցե աշխատանք է, որևիցե բիզնես է, կարող աշխատանքից դուրս է գալիս ձեր բիզնեսն եք առաջ տանում, կամ հակառակը, այստեղ կարող վերջանում է որևիցե մի փուլ ձեզ մոտ եւ կարող հիմա արդեն պաշտոն եք ստանում եւ ոնց որ այն աշխատանքին չեք, որ աշխատում եք։ Տեսնենք ինչ է։
Ինչ-որ կին է, ոչ է կնոջ մատ է խառը, եթե պետք է դուրս գաք աշխատանքից, կարող է այստեղ աշխատանքի վայրում է ձեզ համար խնդիրներ ստեղծում ուղղակի նա։ Կարող է այդ խնդիրներն է վերանում, կամ այդ կինն է օգնում այդ խնդիրները վերանա, կամ նա է ձեզ պաշտոն տալիս, հա, ասում եմ վերջը, ոնց որ այլևս այս աշխատանքը չես անում, դու հիմա անցնում ես ոնց որ մեկ այլ աշխատանքի։ Տեսնենք էլ։ Ոչ է փաստաթուղթ կարող եք ստորագրել, շատ կարևոր աշխատանքի հետ կապված, կամ պետք է սովորեք։ Հավելյալ ինչ-որ մի ուսում է ձեզ պետք, որպեսզի այդ աշխատանքին անցնեք կամ այդ աշխատանքում մնաք։ Կամ եթե պաշտոնն է, ապա ոնց որ ինչ-որ մի դասընթացներ փոքր, թեկուզ պետք է անցնեք, որպեսզի ճիշտ կարողանաք այդ հարցին, ամեն մեկը չի, որ բնական է նոր պաշտոն, նոր հնարավորություններ, կամ սա կարող է ուղղակի դուրս եք գալիս աշխատանքից սովորելու նպատակով, կամ եթե հանկարծ այնպես ստացվի, որ դուրս գաք աշխատանքից, ապա կանցնեք սովորելուն արդեն։ Ձեր ուշադրության կենտրոնում կլինի սովորելը, որտեղ ինչ-որ մի բան պակասում է։ Ինչ-որ մի բանը գնում է հավիտյան, այսինքն դուք այլևս կամ այդ աշխատանքին չեք, կամ այլևս այդ պաշտոնին չեք, կամ գուցե դա այստեղ կարող է բիզնեսն եք թողում եւ անցնում եք աշխատանքին։ Չնայած որ այստեղ բիզնեսը չի, բայց համենայն դեպս կարող ենք խառնել նաեւ բիզնեսը սրան, կարող թողնում եք եւ անցնում եք աշխատանքի, ինչ-որ մեկի մոտ աշխատելու, կամ ոնց որ հակառակը դա։ Տեսնենք ընկերները նաև ընկերները այդքան էլ լավը չեն կարծես թե դες բորբոքում են գուցե իրենց արարքով, միգուցե իրենց վարքագծով եւ նաև ասեմ որ այստեղ օգնություն էլ իրենց կողմից չկա, որ ասեմ ընկերները օգնում են կամ եթե օգնություն եք սպասում, այստեղ ինչ-որ մի բան պետք է դուք միայնակ անեք, օգնելու պետք չի։ Վեճ կարող է լինել ընկերների միջև եւ կարող է բորբոքվեք, մարդկանց հանեք ձեր կյանքից կամ կարող է այդ պահին վիճեք, հետո որոշեք, որ չէ, այլ իրենց հետ չեք շփվելու։ Եթե այստեղ նայենք այս քարտերով, ոնց որ ձեր ուժն էին կորցնում, հա, ոնց որ ձեր տրամադրվածությունը ինչ-որ մի բան անելու, դες այնպես են անում, որ դուք նսեմանաք եւ դրա համար կարող է իրենց իրոք հանում եք ձեր կյանքից։ Բավականին շատ խոսակցություն, շատ շփում։ Իսկ օգնության ձեռքը մեկնել, այո, կարող եմ, որից մեկը ձեզ ձեռք մեկնի, այստեղ կամ մեկը, որ միգուցե ընկեր չի, բայց ձեզ կարող է ձեռք մեկնել օգնության հարցում, եթե ձեզ հարկավոր է դա։ Այնպեսի մեկն է, ում կարող է շատ չեք բացվում, շատ չեք կիսվում իր հետ, կամ ժամանակին վիճել եք իր հետ, հիմա բարիություն է անում, փոխվել է, հա, տրամադրվածությունը ձեր նկատմամբ եւ հիմա ձեզ կարող է աջակցել։ Իսկ այստեղ ընկերները հստակ ընկերներից կամ մեկին, մի քանիսին կարող եք հանել, արդեն իրենք ձեզ այդքան էլ դուր չեն գալիս։ Իրենց վարքագիծը դուր չի գալիս, իրենց պահվածքը, իրենց վերաբերմունքը։ Տեսնենք օգնելու հետ կապված եւս մեկ անգամ էլ, ովքեր ձեզ կօգնեն։ Նույնիսկ փաստաթուղթ է, որը որ գա ձեզ դա ինչ-որ հարցում օգնության է, հա, հասնում։ Տունը, փաստաթուղթ, գուցե ժառանգություն է, որը ձեզ օգտակար է լինում ինչ-որ հարցում պետք է դա ձեզ։ Կամ դուք աջակցություն կգտնեք ձեր ընտանիքում, ընտանիքի անդամներից։ Իրենց կամ կխնդրեք, որ ձեզ օգնեն, կամ այսպես թե այնպես, ոնց որ իրենք ձեզ կաջակցեն, իրենք ձեզ կօգնեն։ Բայց նաև կար մեկը այնտեղ, միգուցե ընկերների մեջ մեկը կա, ով որ մի փոքր ավելի լավն է բնավորությամբ եւ նա ձեզ կաջակցի։ Եվ եթե ինչ-որ փաստաթուղթ է պետք, որը ձեզ համար շատ կարևոր է կամ ընտանիք կազմելու համար կամ ինչ-որ բան է, որը ինչ-որ մի բանի սկիզբ է հանդիսանում, հա, ինչ-որ փաստաթուղթ է, ինչ-որ տեղեկատվություն է, նորություն է, որը ձեզ համար ինչ-որ ձեր հետագա քայլերի համար շատ կարևոր է, դա ձեզ կօգնի, որպեսզի ինչ-որ մի բան անեք, ապա դա կարող եք եւս ստանալ այդ ամիս եւ դա ձեզ կօգնի։ Տեսնենք ինչից եք վախենում։
առողջությունից, ընտանիքին կորցնելուց կամ ընտանիքի հետ չշփվելուց, վախերը դա են, վախերը առողջությունն է, ձեր ծնողները, խնդիրներ առողջական եւ նաեւ գաղտնիքը նույնպես էստեղ կարող է ձեր ծնողներից գաղտնիք ունեք, ձեր հարազատներից գաղտնիք ունեք կամ առողջության հետ կապված ինչ-որ բան է, որը գաղտնի եք պահում, ոչ ոքին չեք ասում եւ վախեր կարող ունեք, որ դա կբացահայտվի։ Վախերը միայն դրանք են։ Դրա համար պետք է ճիշտ սնվել, դուրս գալ մաքուրոտ, անընդհատ սա անել, նա անել, որպեսզի կապ չունի տարիքը։ Ինչքան մարդը մեծանում է, այնքան մաքուրոտ իրոք շատ անհրաժեշտ է, թեկուզ ցուրտ է, թեկուզ շոկ է, միևնույն է, այդ օդն է մարդուն պետք, որպեսզի նա հավելյալ ինչ-որ էներգիա ստանա, իր օրգանիզմում հավելյալ ինչ-որ նոր բան ստանա թթվածին։ Տեսնեմ պետքա, որ վախենաք, նայեք հտակներ էր այդ քարտից, տեսնեմ պետք է, որ վախենաք ընդհանրապես։ Այստեղ, չէ, ավելի շատ ոնց որ գիտեք, գումարի հետ կապված լինի, գումար, ընտանիք, գումար առողջություն, ինչ-որ վախենալու համար հատուկ վախենալ պետք չի, բայց տեսնեմ խնդիրներ կարող է ստեղծվել ձեր առողջության հետ կապված։ Իհարկե ոչ էլ առողջության համար պետք է անհանգստանալ, խնդիրներ կարող են ստեղծվել ձեր ընտանիքի հետ կապված։ Մի փոքր էմոցիոնալ կարող եք լինել ձեր մայրիկի հետ։ Խնդիրը մայրիկը կարող է լինել, իրար կարող եք չհասկանալ։ Այսքանն է, պահեր կան իրոք ամսվա ընթացքում, որ պետք է ուշադրություն դարձնեք ուղղակի այդ ոլորտներին եւ այստեղ աշխատանք, կարիերան, այստեղ եւս փաստաթղթերը կարող է ինչ-որ օցեր-մոցեր լինեն, որոնք որ փորձեն հետաձգել ձեր գործունեությունը։ Դե տեսանք, որ այստեղ անհանգստանալու ոչինչ չկա եւ ընկերներն են ձեզ համար խնդիրներ ստեղծում, որոնց որ ընդհանրապես պետք է ուղղակի հեռացնել եւ հանգիստ ապրել։ Ամեն մեկը չի կարող լինել, չի կարող համարվել մեզ ընկեր ընդհանրապես։ Մի թույլ տվեք, որ խնդիրներ ստեղծեն ձեզ համար։ Եկող ուղղակի դուք էլ նկատում եք իրանց եւ ասում եք ավելի լավ է հանգիստ մնամ ես ինձ համար առանձին։ Այսքանը ձեզ համար, թող որ փետրվար ամիսը ձեզ միմիայն հաջողություն բերի, հաջողություններով լի ամիս լինի ձեզ համար։